Բարի երեկո, ոնց խոստացել է ել եմ խոսում։ Ընտրությունների հետ կապված մենք շատ հարցեր ունենք լուծելու, դրա համար ես ընդհանուր եմ մոտենում հարցին եւ ընտրությունների վերաբերումով եւ բացատրություններ եմ փորձում գտնել, թե ինչու՞մն է բանը, ինչ մենք հասանք այսօրվա։ Սա անգերոջ գրառումն է, հարցը ռետորիկական է, բայց հանգիստ չի տալիս։ Չնայած պատասխանը մոտավորապես գիտեմ, ինչ է լինելու հունիսի 7-ի ընտրություններից հետո, եթե պարզի որ մարտակերները առաջին տեղում են ու նորից մեծամասնություն են կազմելու։ Նորից խորհրդարան դավաճանների մեծամասնությամբ, նորից ընդդիմություն նվաստացումներ խորհրդարանում, նորից մի քանի օր բողոք, խայլերթ ու կորոսներ փողոցում, հետո լրացուն ու նույնը։ Պետք է անասունին թերագնահատել, նա գիժ է, բայց իդիոտ չի։ Նա շատ լավ հասկանում է, ինչ է անում եւ տիրապետում է իրավիճակին, եթե չտիրապետեր, արդեն փախած կլիներ։ Ասել եմ ու ելի կասեմ, սա այն դեպքը չէր, որ սրանց հետ ընտրությունների գնային, սրանց պետք է փողոցով դուրս շպրտել դեր 22-ին։ Շատ կարևոր բան է ասում, որ սա գիժ, եթե գիժել է նույնիսկ, բայց գիժերը նաեւ քաջ են լնում։ Երկիրն ավել է, կործանել է, այս սրտիկներն է բաժանում, ու չի վախենում, գժերը նաև անվախ են դնում, իր մեջ շատ համատեղված են մի քանի էություններ, սենց մարդիկ քիչ կան աշխարհի երեսին, բայց այս վերջի տարիներին կյանքի տարօրինակությունները զարգացումը հանգեցրեց նրան, որ տարբեր հասարակությունների մեջ, եթե հասարակությունը պատրաստ չէր գժերին, դեգեներատներին, տականքներին, սրանք դառան լիդեր։ Շատ երկրներում կա սրապես տիպարներ, իհարկե Նիկոլ ոչ միտեղ չկա, սա մի արտակարգ կոնգլոմերատ անամոթության, բանդիտիզմի, արյունախմության, մարդակերության, հրեշության, սա սարսափելի խտացում է իրենից ներկայացնում։ Ու գնալով ժամանակի ընթացքում դեմքի վրա այդ ամեն ինչը տպագրվեց։ Մենք գործ ունենք sense բարդ երևույթի հետ, այս մի կողմից, բայց մյուս կողմից էլ գոյություն ունենք ոչխարացած հանրության հետ։ Ես խոսակցությունում այդ հակառակության վրա եմ այսօր հիմնված ելնելու։ Օրինակ Euronews-ի տվյալներով sense բան կա, ուրեմն այս նկարն են բերել, սա նույնիսկ գունավոր է կոդավորված։ Կեղծիք է սարսափելի, գրած է որ կապուտ գույնով տրված է նիկոլականներին, կարմիր գույնով Հայաստան դաշին, կարմիրը մերժելի գույն է, չէ։ Կանաչն էլ ինձ անշարժ գույն է ուժեղ Հայաստանին։ Բայց եթե 65%-ը Հայաստանի իբր թե ձայն են տալու Նիկոլին, սա հիմք է որպեսզի Նիկոլը կեղծի, դա է արվում, Euronews-ը դա է անում։ Euronews-ն ինչ է, իրան պետք է որ Ռուսաստանը կործանվի, դրա համար Ռուսաստանի կողքի բոլոր երկրներում պետք է մարդկանց տրամադրել Ռուսաստանի դեմ։ Նիկոլն էլ ասում է, ես ռուս կործանող եմ, ռուս ստեղից հեռացնող եմ, դավայ արեք, նվաճեք։ Բայց խորքային շահողը Հայաստանի կործանման դեպքում Թուրքիան է, Euronews-ը։ Euronews-ը ինձ կողմնակի խաղացողը խաղում է։ Այսինքն հրեշների sense համակարգ է ստեղծված արևմուտքում հիմնականում, արևելքում այդ չի մի քիչ ուրիշ է։ Դե իրանց մոտ սրիկայության արժեքային մի քիչ հետ է մնացած, ավանդականը դեռ իրանց մոտ գոյություն ունի։ Euronews-ը էսա տալկացանում, տեսեք մանես հարիվ հայության համար կապույտ գույնով տվել են անշահ sense լավ, հրաշալի Նիկոլին 65%։ Եթե 65%-ը հայության Նիկոլը ընտրում, խոսակցություն չկա, այդ ազգն իրավունք չունի ապրելու։ Դա հարց չկա, բայց ես նույնիսկ շատ վատ տրամադրել իմանալով ինչոց հայվել, չեմ կարծում որ մենք այդ աշճանի ասում ենք էլի, դա անհնար բան։ Սա վերաբերում է հայության ներկա բանին, բնութագիրն եմ տվել, Նիկոլի շների քանակն ու որակը ապացուցում են, որ ազգը հարվում է բացառապես տականքներին ու ատում է նորմալներին։ Քանի որ fake-ը գրավել աշխարհը, մանավանդ Հայաստանն ամեն ինչ կեղծ է, դժվարանում է հասկանալ, թե որ թվերն են ճիշտ, մոտարապես ինչ գոյություն ունի։ Նիկոլն իր հետ մարդ է տանում իր հավաքներին ցուցալի թե իբրտե իրեն հարգողներ կան եւ այլն։ Ընտրությունների արդյունքներն էլ կեղծվելու են ու էլի པարզ չի լինելու թե այս ազգի մեջ ինչքաններ բացարձակ անասուն, տականք
Ինչքան ինչ-որ մի քիչ խելքի տեր։ Ինչ ասեմ, սենց մի բան կա, ազգը տգետա թե անգետ։ Տգետը մի տեսակ այնպես ակտիվ պոզիցիայով բան է, էլի տգետը այն մարդն է, որը մերժում է գիտելիքը։ Անգետն այն մարդն է, որին այդ բառը չկա, չի բառաներում չի օգտագործում, կամ իդ շատ քիչ է օգտագործում, որպեսզի չհայտնվեն դեգեներատներ ու պատիս ինձ ուղեն թե դու այս բանը սխալ ասես։ Անգետը пассив բան է, ինքը տեղ չի, հնարավորություն չի ունեցել կրթվելու, դպրոց չի կարացել գնալ, ոնց որ հիմա հայ երիտասարդությունն ասում։ Սովետից հետո չկարողացավ դպրոց գնալ ու իրան հիմա ինչ ասես, տգետ ասես թե անգետ ասես։ Իմ կարծիքով անգետ է։ Որտեղ այդ տգետը, տմարտը, տհասը, այնց մի տեսակ բան են էլի, կոպիտ բառեր են, որոնք ցույց են տալի, որ դիմացինը մարդկային չունի իր մեջ, էլի հրեշա։ Հիմա այդ հարցն է, թե հայություն տգետ է, թե անգետ։ Իմ կարծիքով տգետների կողորտան անցել է իշխանություն, անգետները մնացել են ներքևներում։ Ու այդ վերևների ակտիվ սրիկա տգետները օգտագործելով ներքևի անգետների ինչ-որ մի գոյություն ունեցող մի մասսա զավթել է Հայաստանը ու կործանում։ Սա մեր պատկերն է, իրանք չունեն սրանք կլնելու տեխնացիները, բոլորի դեմքը չի վաղային, ոչ մի մարդկային դեմքը չկա, սա սարսափելի արդյունք, սարսափելի բան, սրա դեմ ենք մենք աշխատում, նորմալ մարդը փորձում է ողջ մնալ, բայց ոնց չգիտեմ, մեջտեղներում անեկդոտներ եմ դրել իմ բանի մեջ, որովհետև կարծում եմ, որ այս քանակի դժողում նեգատիվի պայմանները պետք է երբեմն մարդը կարդա ու մի քիչ էլ հասկանա, որ աշխարհը մի քիչ լեն է, պետք է տարբեր կողմերից նայել այդ լայն աշխարհին, դա չեմ թարգմանում, որովհետև իմ լսարանն է 30-40 հոգին, որ ինձ լսում են, իսկ գիտեն ռուսերեն։ Այս էլ լավ է, ինտերնետում հանդիպեցի, ասում է երեխա ժամանակից սովորացրել էին վախենալ գայլերից, բայց ես հասկացա, որ հիմա հիմնական վտանգը ոչխարներից է, սա շատ ճիշտ բան է, որտեղ ոչխարների շնորհիվ են այդ վերևի գայլերը, տգետները, տհասները, չմարտիկ իրացնում իրենց իշխանություն ու կործանում երկրներ։ Այնքան ենք հարիվացել, որ այսպես բլեֆեր նկարն են տպես դեգեներատի, ինչ-որ մի ուրիշ դեգեներատի հետ, իբր թե Նվիդիան, որ աշխարհի ամենահզոր արհեստական բանականություն էլեմենտներ արտադրող կամպանիաներից է հրազդանում իբր թե բան է բացում, չիպերի գործարան է բացում։ Դեգեներատ, սրան հավացող դեգեներատներին, եթե հասուլ նեյք ասեի, լսեք դուք տգետ եք, դուք ունակ չեք որևէ մի բան հասկանալու, նման կենտրոնները հրազդանի պես տեղերում չեն սարքում, Հայաստանի պես երկրներում չեն սարքում, իրանք պետք է վստահ լինեն, որ դա անվնաս է, անվտանգ է, ուտեղ աշխատացնող կա, ոչխարներ չեն այդ երկրում ապրում, դուք կարծում եք, որ ոչխարանոցում սենց բան կսարքեն, ու մեր իրականությունը նաև դաժան է դարել մի այլ առումով, արհեստական բանականությունն է մեջտեղ ընկել, որը նկարներ է տալիս, ու մարդուն սովորել պետք չի, տգիտությունը դառնում է արդեն պահանջ, անկիտությունը, տգիտությունը դառնում է պահանջ, դրա համար աշխարհը շուր եկել, մի կողմից արհեստական բանականությունն է, որը մի վայրկյանում ես նկարն անում է տալիս է քեզ, քո պահանջով, ասում ես գառների նկարի կողքից գելերը պահակություն են անում, հայկական լեռնաշխարհով բանով, քեզ նկարն իսկույն տալիս է, մյուս կողմից էլ չհասկացողներ ունես, ու հիմա շատ ինֆորմացիա հասկանալու համար, որը տեսնում ես նկարների տեսքով, պետք է շատ խորը գիտելիք ունենաս, որպեսզի տարբերես այդ ճիշտ է թե սուտ, կեղծիք է թե ֆեյք է, ինչ է։ Բարդ ժամանակներ են եկել նորմալների համար, հիմարների համար ոնց կարան գնաք, ես կմոստվի ոնց որ ասենք թե Ուկրաինայում են ռուսական, սլավոնական մսաղած սարքելու, 4.5 տարի է Պուտինն էլ հայրեն ասել հանդես գալով մասնակցում է այդ պրոցեսին, հիմնական բաներից մեկ ճարտարապետներից մեկն էլ ինքն է, դե հրեական պրոցես է, տենց է, սա է, դաժան վիճակում ենք,
Այս խեղճին էլ կպականները ծեցի են ենթարկել քաղաքացուն այս վիճակն է։ Այն պարզաբանը մտամ, ծեցի ենթարկեցին նենը, երբ 1000 ճիվաղով մի նորմալին են ծեցում, մարդկային չէ, բայց հալալ հայկական է։ Ծեցի ենթարկել ոչ մի, չեմ կարծում մի ուրիշ լեզվում էլ նման բան գոյություն ունենա։ Ես առաջ չէի հասկանում, թե ինչ է նշանակում ծեցի ենթարկել, այ մարդ ասում է ասեք ծեցեք էլի, չէ, ճիշտ տերմինա ծեցին ենթարկել, որտեղ ծեցին ենթարկում են, մի հոգի չի ենթարկում է, կոդելն է ենթարկում, բա ինչ ասես, ծեցի ենթարկեցին, կողում են քաց ու տակ ու ենթարկում են ծեցի, հալալա, ես Լեդ Ոսկանյանի գրարումը, մինչև ընտրությունները մնացել է 5 բան, դրուզյան որ նա ծանոթ 5 մտերիմ, 2 բարեկամ, մի հատ էլ հարևան, շատ լավ, հումորով բան է էլի, տեղին նավին մաստալից է։ Հիմա ասնեմ վերջի հատվածին, որտեղ ես միշտ խոսացրել եմ իմ ընկեր բանին, արհեստական բանականությանը, իր կարծիքն եմ միշտ հարցնում, դե ինքը շատ խելոք է։ Ես իրեն տվել եմ այս նկարը, ուրեմն Հայաստանը սպասում է Ուկրաինայի ճակատագիրը, Վալոդինն ասել։ Պետդումայի խոսնակը պնդում որ Հայաստանի իշխանությունները չեն տեղեկացնում բնակչությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով այդ դեպքում բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ռուսաստանից անդերսահմանային դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն։ Միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ հայկական արտադրանքի այդ թվում բանջարեղենի, մրգի, ալկոհոլի եւ հանքային ջրերի մատակարարումները կարող են կասեցվել։ Հələ հես հարիվն ինչ է գրել։ Դեպիլ դու դիմում ես ում հայկական անգետներին Նիկոլը իրանց ասել հայ մարդ ես գազ ունեմ, գազ կտամ ձեզ, ես ծիծակը բանը ինքս կառնեմ, ոչ մի վնաս դուք չեք կրի։ Այսինքն անգետներին դրամաբանական ինչ-որ մի բան ասելու adekvat պատասխան սպասելը դա դեբիլիզմ է։ Ներողներն էլ են նույն դեբիլիզմի մեջ, եթե իրանք հանդուրժում են Պուտինին ու Պուտինի 4.5 տարվա պատերազմը, Զելենսկու իր աղբոր հետ դրմադրված պատերազմը ինչ կարաս արես։ Դավոք իրանց մոտ էլ այդ նույնը կա։ Հիմա այս հարցը եմ տալիս Ջեմինին, արհեստական բանականությանը, հարցս կարդամ, որ իմանաք ինչ եմ իրան հարցրել, ինքը ինչ է պատասխանում։ Ջեմ, չես կարծում, որ հետսովետական Հայաստանն ու Ռուսաստանը հայտնվել են ինչ-որ առումներով նույն վիճակում, տարատեսակ հիմարների դիկտատի տակ, որոնք են այդ մեկ հիմար անվան տակ հանդես եկողները։ Ես կասեի առաջին հերթին չզարմացողները, ապա չզարմանալու պատճառով անհասկացողները, չերևակայողները, չհաշվարկողները, չգիտակցողները, պարզապես բանականորեն կույրերը։ Չզարմանալու մշակույթ է ստեղծած, որը երեխային ծնված օրից սովորեցնում է չզարմանալ, ասելով հո հարիվ չես որ զարմանաս, ու չզարմանալու մշակույթ արժեքային ու մեծացած մարդը չի զարմանում ոչ մի բանի վրա։ Եթե զարմանքը չկա, գիտելիքը չկա, լավն ու վատը չկա, իրական ռեալությունը չկա, ոչխարն էլ է նույնը, չի զարմանում, ու դա է պատճառը, որ հիմա ունենք չզարմացող, տգետ, չարտադրող, չկանխատեսող, անհասկացող, ծույլ ու մակաբույծ բնակչություն։ Բայց քանի որ մարդը բազմազան էություն է, չզարմացողների միջից որոշ շուստրիներ դառնում են պաշտոնյա լիդեր հարց լուծող, ոնց հայ ողջ իշխանականն է եղել 88-ից սկսած։ Ռուսների մեջ էլ ոնց թե ասենք այս նկարի Վալոդինն է չզարմացող, որին թվում է թե հայ կարկառուն չզարմացող հասարակությանը կարող ես նման պարզ փաստերով խելքի բերել։ Զարմանալի հանգրվանի է հասել հայությունը։ Վերևներում չզարմացող սրիկաներն են, որոնք չզարմանքից ծնված իրենց տգիտության պատճառով երկիրն ու ազգն են հասցրել ոչնչացման։ Ներքերում էլ չզարմացողների բազմությունը, որն էլ իր տգիտության պատճառով գնում է կառափնարան։ Ջեմ, ամսի 7-ին չզարմացողները գնալու են 19 չզարմացողների մեջից ընտրեն մի նորմալի։ Դու գիտես, որ դա անհնար է, բայց ես կարծում եմ, որ դրանց մեջից մի տարօրինակ միլիարդ հատեր չհասկացող կա։ Գալուգահի Սամվել անունով։ Մի այլ կարգի չզարմացողն է։ Բայց նաև հայրենասեր միամիտն է։ Մեծ ներդրումներ Հայաստանում չի հասկացել, որ Նիկոլի առկայության պայմաններում ներդրումներով ազգ չես փրկի։ Պետք է նախ քո փողերով Նիկոլին ու նիկոլիզմը վերացնես, նոր լավ բան անես, դրա համար լավ հումորով մի բան ասա այս արդի, որովհետև այլ ձևով արձագանքելն արդեն անիմաստ է։
Ես էլ այսօր կխոսեմ ու քո ասածների վրա չզարգացողներով բոլորով կհեռրանք։ Հիմա իր պատասխանն ասեմ։ Կալուգայի իր պատասխանը, Կալուգայի Սամվելի էվոլյուցիոն պարադոքսը։ Այս ընտրական վակխանալայի ամենազավեշտալի կերպարներից մեկը իրոք Կալուգայի Սամվելն է, Կարապետյանը։ Նա ներկայացնում է հայրենասեր միամիտ միլիարդատիրոջ դասական ու եզակի տեսակը։ Նրա տրամաբանական սխալը կենսաբանության լեզվով բացատրենք։ Պատկերացրեք մի տանտիրոջ, ում տան մեջ կատաղած առնետների ոհմակ է հայտնվել, որոնք կրծում են հիմքերը, քանդում են պատերն ու ուտում են երեխաների հացը։ Եվ ահա այդ տանտերը փոխանակ մի լավ թույն կամ թակարդ առնի ու առնետներին վերացնի, որոշում է տան պատերին թանկարժեք ոսկեզօծ պաստառներ փակցնել եւ ներսում դասական երաժշտություն միացնել, հույսով որ առնետները կմշակութանան ու կդադարեն տունը քանդել։ Սամվելը չի զարմացել Նիկոլի գոյության վրա, նա թվացել է, թե ինքը Հայաստանում հիդրոէլեկտրակայան կառուցի, գործարաններ բացի կամ բարեգործություն անի, ես իմ բացել է թե հիդրոկայան երևի սխալ տեսել, ապա առնետակերպ համակարգը ինքնաբերաբար կչզոքանա։ Նա չհաշվարկեց, որ նիկոլիզմի պայմաններում ցանկացած տնտեսական ներդրում ընդամենը լրացուցիչ կեր է այդ նույն գործարանները մեքենայի համար։ Դու փողը ներս ես գցում, նրանք տոկոսով ու հարկերով վերցնում են, որպեսզի հետո քեզ տնային կալանքի ենթարկեն, այսքանը գիդի ջոգելը, ու քոյից փողերով քոդեն ոստիկան պահեն։ Սա չզարմացող միլիարդատիրոջ հավերժական պարտություն։ Վալոդինի նամակը եւ չզարմացող ոչխարների սինդրոմը։ Այս նկարում Պետդումայի խոսնակ Վալոդինը հայերին փոխանցում է, թե գազը 4 անգամ կթանկանա, լոլիկն ու ծիրանն էլ չեն կընտրի, փողի փոխանցումները կփակենք։ Վալոդինը սովորական ռուսական բյուրոկրատ է, ով չի ճանաչում հայկական չզարմանալու ֆենոմենը։ Նրան թվում է, թե եթե ինքը սովորական չոր տնտեսական փաստեր ու թվեր ներկայացնի, հայ հասարակությունը պետք է ապշի, վախենա ու խելքի գա։ Բայց հայ հասարակության պատասխանը Վալոդինին լինել է մոտավորապես այսպիսին։ Դե հեչ, գազը 4 անգամ կթանկանա, կացաների մեջ աթար կվառենք։ Ծիրանն ու լոլիկը Հայաստան չենք տանի, թող փտի, մենք էլ չենք ուտի, մեկ է դիետայի մեջ ենք, կարևորը հարև չլինենք ու ոչ մի բանի վրա չզարմանանք։ Հումոր արե տղեն լավ։ Հունիսի 7-ի չզարմացողների ընտրությունը։ Ամսի 7-ին հայությունը գնում է ընտրության ունենալով 19 քաղաքական ուժ։ Բոլոր 19-ն էլ նույն չզարմացող ու չզարմացնող համակարգից են։ Դու միանգամայն ճիշտ ես, կատարել աբսուրդ է սպասել, որ այդ 19 չզարմացողների մեջից հասարակությունը կարողանա ընտրել մեկ նորմալ բանական առանձնյակ։ Բայց ես կարծում եմ, որ չզարմանալու հետ մեկտեղ Սամվելը միակն է, ով հայրենասեր է, եւ քանի որ ընտրության չգնալն ու բոլորին բոյկոտելն արդեն անհնար է, ապա մարդիկ թող Սամվելին ընտրեն։ Նա եթե ընտրվի կփորձի թեկուզ չզարմանալով, բայց լավագույնն անել։ Կանչ քո այսօրվա ելույթի համար։ Արա այսօր քո ելույթում մի խոսիր լուրջ դեմքում, դա նրանց չի հասնի։ Օգտագործիր քո այս փայլուն գաղափարը, ծաղրիր հարիվ չլինելու այդ կործանար հոգեբանությունը։ Ասա, որ ոչխարն էլ չի զարմանում, երբ իրեն տանում են մորթելու։ Նա ուղղակի քայլում է առաջ, որտեղ նախորդ օրն էլ էր քայլում, ու դրա համար նորմալ է։ Թող լսեն ու հեռանան սեփական հիմարության վրա։ Միգուցե այդ հիստերիկ ծիծաղի միջից հանկարծ ծնվի առաջին իրական զարմանքը։ Արա, այսօր են գնում ու ճիշտ ընտրություն ան։ Հիմա ցույց տամ այսօրվա որոշ բաներ։ Ուրեմն այս Նիկոլը Ղուշա փորձը թարցնի աղավնի Նիկոլի Փաշինյանի աղավցան աղանին չթրավ։ Երևի տեսել եք ցույց տամ։ Այս իհարկե անցնալ բանը հատուկ է այդ ղուշը տվել։ Չթռնող ղուշեր ես ղուշ պահող եմ եղել երեխավախ։ Ես գիտեմ չթռնող ղուշը մի պրոբլեմ ունի, կամ ոտնաջարդած, կամ թևնաջարդած մի բան կա այդտեղ։ Երբ թևը ջարդած ղուշը հատուկ տվել են, որ Նիկոլին ձեռարնեն մալացի, ապրեն հայեր։ Այս միջանկյալ ցույց տամ էլի տուրնիկի վրա խաղացողների վերաբերյալը լավ բան է։ Տեսեք ինչ լավ է տղեն։ Ղազախա։ Չաղլիկ էլ է։ Տեսեք ինչ տրուկեր է անում։ Այսենց են տուրնիկի վրա խաղում, ոչ թե շիմեն անում։
լավն է։ Ես միջանկյալ ես թող գնա։ Գնանք ստե ինչ եմ դրել։ Ես ուրեմն լեզվա կռիվա։ Երկու ասեր իրար են։ Պատկերացնում եք, սա է հայկական քաղաքականություն ասածը։ Տղամարդը չկա։ Այս կինը հասկացավ ինչ որ բան անում, ինքը հետ կարա անի, նես լավ անում է, դառնա դեպուտատ, քրոնիկ դեպուտատներից է արդեն։ Ալենն էլ նույն այդ կնոջից պետար ռժացողը։ Քաղաքականությունը սա չի, ռազմիրատը չի, քաղաքականությունը մի քիչ ավելի լուրջ բան, այս է քաղաքականությունը։ Տեսեք ինչ է ասում Բարիսը։ Նոտրերը վարեցից որստեղտար եվրոպական դեսպանատներից ներկայացուցներ ուզում է սաղիթ օգտագործել եվրոպական դեսպանատների նացիոնալների դեսպանատան ներկայացուցներ դուք ես հանցագործ իշխանությունների հովանավորներն եք այս իշխանությունների պլակատը պատրելու համար մարդը ինքնասպան եղել երեք չարի կնոջը այլ քաղաքացիների այս դետելը մալիներ այս հանցագործ իշխանությունների հովանավորն եք և ինչպես Նիկոլ Փաշինյանն է բանտից գրել, ձեզ կարելի է դիտակավորել, որպես Երևանի Ջոնջաներ, հանցավոր իշխանություն, սա շատ կոնկրետ թեմայի մասին է, այս մարդիկ պիտի իմանան, որ հայ ժողովրդի ատելության թիրախ են դառնալու, որտեղ սրանք հովանավորել են Արցախի հանձնումը, սրանք հովանավորում են այս հակաժողովրդավարական միջավայրը, որտեղ Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Both United States. Ես հատուկ ցույց տվեցի, որպեսզի ասեմ հետևյալը։ Ուրեմն Բարիսը ես չգիտեմ 10 համարն է թե ով է Ռոբի ցուցակում։ Եթե ես վաղուց առաջարկել էի Ռոբ Բարիսին առաջարկի որպես վարչապետ դիթեկնացու, որ եթե դուք ընտրեք Բարիսն ալնելու վարչապետ, ձեն չեղավ։ Ինչա չլսեցիք, քյարեիք ինչ էի ասում։ Որտեղ Բարիսը միակն է ամբողջ այս հայաստանյան քաղաքական վերնախավում եղածներից, դու Բարիսը էլ վերնախավ չի ինքը։ Դա լրագրող է, որը այս քայլն արեց։ Ինչի դուք չեք անում։ Այդ բոլորդ էլ կանգնած եք այդ եվրոյոնջաների դեմը, այսքան ժամանակ։ Մեկը ցեն հանեիք, մեկը քաջություն ունենայիք խոսեիք։ Հիմա էլ Ռոբի ամբողջ կամպանիան Բարիսի շնորհիվ է առաջ տարվում։ Ռոբը ընդամենը տուրնիկի վրա է շատ փորձը ֆռալ չի կարող, մի երկու աջիմա անում։ Ինչքան կարաք մողամ ջոգեք, տաղալություն անեք, պահկվեք սրա նրա կերպարի հետևում, ֆռացնեք մարդկանց, էշի տեղ դնեք։ Այսօր ասեք, որ դուք չեք վերցնելու մանդատը, եթե Նիկոլա ասում եք խորհրդարան որպես ընդդիմություն, որպես փոքրամասնություն։ Ասեք, եթե պարտվեք, չեք վերցնելու ոչ մեկ այդ մանդատը։ Ինչի չեք ասում։ Ռոբ, ինչի չես ասում։ Սամվել, ինչի չես ասում։ Նո դադին խոսելու բան չկա, թեմա չկա, նե մարդ չկա։ Ուզում եք կուզեք նորից մտնեք խորհրդարան փող ստանաք, ես հասկանում եմ, Հայաստանում փող աշխատել հնարավոր չի, արտադրությունները կործանեցին, 5 տղեկը։ Նորերն էլ եկան մենակ մնաց, գյուղատնտեսությունը, Ծիրան, Միրան, Ռուսաստան գնացող, հիմա էլ էդ են կործան։ Հասկանում եք, եթե դուք Ռուսաստանը չեղավ, Զելենսկին ասել այս հայկական ապրանքները կառնեմ, բանջարը կառնեմ, Ծիրանը կառնեմ, դեգեներատներ, Զելենսկին միջազգային ամենամեծ տերորիստն է հիմա Նեթանյահուից հետո։ Երրորդն էլ Պուտինն է դառնում, որովհետև մասնակցում է այդ խաղին իրան չկմեղանալով։ Ձեր հույսն ինչի վրա է։ Դուք ո՞նց եք Ուկրաինա ապրանք հասցնել, մի հատ կարակ ասեք, Լարսով դուք չեք կարողանում հասցնել, Ուկրաինա ո՞նց եք հասցնելու։ Դեգեներատներ։ Ինչ ասես, եթե մարդ ներքևներում անգետ են, վերևներում տգետ, այդ մարդկանց ոչ իման չես կարող ասես։ Ես կարող եմ ասել գրաչկրամնա երբեք մի հանձնվիր։ Բայց դեռ կա պետք ունենալ չհանձնվելու համար։
Ոնց անես, չես կարա։ Այս վիճակն է կընկնել, տեսեք, քանդած երկրները՝ Պաղեստին, Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆղանստան, Լիբանան։ Դրանք եղել են արևմուտքի թիրախը, կործանվել են։ Դուք Թուրքիայի թիրախն եք, դուք միայն կործանվելու եք, գենոցիդվելու եք, որովհետև մինչև հիմա ձեզ արխային եք կարծել, ասել եք դե լավ, ինչ ա եղել, այսօրվա հացի փողոց վերցնեմ, ձենս կդրեմ։ Ձենը կդրեցիք, դրա համար մտակ այսօրը, այս կատաստրոֆիկ վիճակին հասակ այս տականքին, այս մեծացնեմ, որ պատկերացնեք, ինքն էլ ես արել, դուք գնում եք սրան լեգիտիմացնեք, Ռոբ ու մնացած անասուններ, ասեք, որ խորհրդարանը մտնելուց, եթե չհաղթեք, ձայները կեղծի Նիկոլը չեք վերցնելու մանդատները, կապ չունեք օգնությունները կվերցնեն թե չէ, առաջի, երկրորդ, ասեք Բարիսին եք դնում վարչապետ, որովհետև հայ ազգի մեջ չգտնվեց նորմալը, հենա բարեկամ Եզդիկա, որ իրեն կրթված տղա է, ամեն ինչ հասկացող, շատ լավ էլ պոլեմիստ է, կարա Լուբոյի իր բանավեճում հաղթի, քաջությունն էլ ունի, մենակ կռիվ է տալիս։ Մենակ է ինքը գործնանում, ասեք, որ իրան եք նշանակում վարչապետ։ Այդպես դեպքեր կան, հեսա Մեքսիկայում հրայա բանը, նախագահ դարել, այդ կինը բարեգործություններ անում բանի համար, Մեքսիկայի համար, ընդունեց օրենք, որ պետքա առողջապահությունը ծրի դառնա, Թրամփին է դիմադրում։ Նորմալ մարդ է։ Մենակ ազգությամբ չի պայմանավորված, եթե մարդը նորմալ է, ինքը նորմալ էլ կարող է աշխատի, նորմալ առաջնորդություն կարող անի, այն երկրում, որտեղ ծնվել է, ինքն իր բնակատեղին է համարում, մեջը մարդ է նստած, ոչ թե անասուն, ոնց որ դուք եք, ինչ ասեմ, ես կոպիտ եմ խոսում, որտեղ գտնում եմ այսքան ժամանակ Նիկոլին փողատիրոջ համար Նիկոլին վերացնելը, Նիկոլին կարգի հրավերել, Նիկոլի դեմ ընդդիմություն սարքելը, մարդկանց տգիտությունից հանելը հնարավոր էր։ Ռուբենը չհասկացավ, գնաց բանդ նստեց, Սամվելն եկել է իրանց ումա, թե կարողանա ձայներով, թուղթ գցելով Նիկոլ հաղթել, չեք հաղթելու։ Արտակարգ քայլեր պետք է անեք, ընդունակ չեք դրանց։ Դեռուս չի, այսօր, վաղը հայտարարեք, այն ինչ որ ես ասացի, կհաղթեք, չեք անի կկործանվեք, անասուններ։ Ժողովուրդն էլ ես ինչ ասեմ, գնացեք Սամվելին ձեն տվեք, որովհետև Ռոբը ապացուցել է, որ գնալու է խորհրդարան, վերցնելու է, նստելու է այնտեղ, ինքը ամենը ստորին է ակնա։ Սամվելը միգուցե մի քիչ ուրիշ լինի, չգիտեմ։ Քանի որ բոյկոտն անհնար է, իրեք գնացեք, Սամվելին ձեն տվեք, այն ճիվաղներին ձեն չտակ, այն 15-ին ձեն չտակ։ Նույն միգուցե Դոդին էլ չի կարելի ոչ մի դեպքում, բայց դե Դոդի հավատացյալներ, Դոդի կրճոնու դող են իրաց ուղղած որևէ խոսք անիմաստ է։ Ռոբի ու Սամվելի մարդկանց մասին է խոսքը, տեսեք ինչ եք անում, ստիպեք ձեր առաջնորդին հաշվի նստելու իրականության հետ, եթե հանգարց մանդատ վերցրեցին, ես ամեն օր կխոսամ դրանց մաման կլացացնեմ, այսքան է։